Դավ այդքան քեզ ասում եմ, արի գնանք հիվանդանոց մի հատ թող գլուխդ ստուգեն։ Դու այդքան այդ մտքից հետ ես կանգնում։ Լրիվ թարս ես։ Արա, որովհետև զզվել եմ այդ հիվանդանոցային թեմաներից։ Կապ չունի, Դավ, բոլորի համար ժամանակ ես գտնում գնում ես, բայց հենց հերթը քեզ է հասնում, ներվային անում ես։ Հա, ես տենց եմ։ Դե ապրես էլ ինչ ասեմ։ Նար ձերոնք որոշեցին երբ են հետ գնում։ Դեռ չէ, բայց այս երկու օրը պիտի հետ գնան։ Պապայի գործերը լրիվ խառնվել են իրար ու առանց իրա չեն կարողանում բան անեն, պիտի հետ գնա։ Լուրջ Լեոնն ինձ թարց ժամանակ ընտրեց գնալու համար։ Բայց ինչի՞ ես այդ թեմայով ավելորդ լարվում։ Ավելորդ չի նար։ Հազիվ ձերոնք ստեղ էին։ Այդ հարցերը պետքա լուծեինք։ Հիմա ինչ կմտածեն ձերոնք։ Կմտածեն անլուրջ մարդը։ Դավ, նախ առաջինը դու անլուրջ մարդու տպավորություն չես թողնում, երկրորդն էլ կանենք այն ժամանակ, երբ որ պատրաստ կլինենք։ Ու էլ մի էլի ավելորդ լարվի այդ թեմայով, խնդրում եմ։ Ես էլ գնամ ներս տեսնեմ Մանանին ինչ եմ սարքում որ ուտի։ Դու որ ինձ զանգում ես, կամ մի բան ա եղել, կամ էլ հաստատ լինելու է։ Այս անգամ երկրորդ տարբերակն է։ Արի օֆիս։ Ինչի համար։ Պետք է։ Հոնան, այդքան էլ համոզիչ պատասխան չի, ասալ իմանամ ինչ ա եղել։ Ավետիք, ուզում եմ քեզ մի հատ շատ վաղուց կորած համարվող երեխու կողք նստացնեմ ու պատմեմ, թե դու ինչ զողողություններ ես գնացի հանուն իրա։ Ում մասին ա խոսքը։ Բող, իբր դու էլ չհասկացար։ Շատ սխալ դաշտ ես մտնում, Հունան, պետք չի։ Չէ, հələ չեմ մտել։ Սպասում եմ գաս, որ միասին մտնենք։ Արեն ասում է գործերը շատ խառն է, չեն կարող իրա տնեցիք մնան։ Իրան էլ եմ հասկանում, բայց դե ես ինչ անեմ, ախպերս։ Ախպերս դու որ հաստատ ոչ մի բան չես կարող անես։ Նախ ոչ մեկը չէր ասել, որ հենց Նարայի տնեցիք կան, հաջորդ օրը սինիները կապելու են գնանք իրանց տուն։ Ամենափոքր հարսանիքին էլ պատրաստվելու համար լիքը ժամանակ է պետք դավը։ Ասենք նես չի ես ինչ հարսանիք ենք անելու, ուղղակի հավաքվելու ենք, մի բաժակ բան խմենք ու անցնենք առաջ էլի։ Բրատ, չէ, ես չեմ ուզում քո կյանքի ամենակարևոր օրը տենց անկապ անցնի։ Ախպերս, մենք այդքան փող ունենք, որ եսի միջեր կազմակերպենք։ Դե չեմ ասում եսի ինչեր անենք ախպեր, ամենայն դեպս տենց անկապել չի լինելու։ Գոնե հարսի շոր հագնի այդ աղջիկը, գնաք եկեղեցի, կարգին օր անցկացնեք, մի բաժակ խմելով ում չի։ Լեո ջան, դե հիմա դու ստեղ չես, միջև դու գաս իրա տնեցիք գնալու են, մի խոսքով չի ստացվում, ախպեր։ Դե ուրեմն ինձ մի սպասի, արագ կազմակերպի։ Իժես դու, չես խոսում։ Այն ես կգամ մի հատ էլ այդ ժամանակ քեֆ կանենք։ Չէ, այտենց չի կարա լինի, դու այդ օրը պետք է իմ կողքը լինես, այդ չի քննարկվում։ Ախպերս խնդրում եմ քեզ, ախպերական արա, նենց ոնց ճիշտ ես գտնում։ Ես ճիշտ եմ գտնում, որ այդ օրը իմ ախպերը իմ կողքը պետք է լինի։ Վերջ, էլ չենք խոսում այս թեմայով։ Համել Սարիկն էլ քաղաքում չի։ Դավ դե ինչ ասեմ, ուրեմն պիտի գամ հասկանանք ոնց ենք կազմակերպում։ Ո՞վ է, Լեոնա։ Հա, պապ։ Ո բան չի եղի։ Չէ, ուղղակի տեսից դենից խոսում ենք էլի։ Արա չէ դու կոնկրետ պիցա ես դառել։ Տեսից դենիցը որն է։ Ռոճիկը երբ ես ստանալու։ Ձեր մոտ հացը տալունով է, չէ՞ էլ։ Լավ մի ապուշացի արա։ Լավ, ախպերս գնամ։ Լիքը գործ կա անելու, կապի մեջ կլինենք, ցավը տանեմ մի նեղվի։ Կգամ իրար հետ ամեն ինչ կկարգավորենք, չմտածես։ Դե հենց ազատվես զանգի։ Ոնց ասես, պիցիկ։ Ինչ էր ասում։ Դե մտածում էի իմ ու Արայի հարսանի կարագացնենք, բայց միջև ինքը գան Արայի տնեցիք են գնալու, մի խոսքով ամեն ինչ այնքան է խառնվել, պապ, արդեն չգիտեմ ինչ անեմ։ Նա հանգստացի, հա։ Առանց ախպորդ ինչ որ բան ես կազմակերպելու։ Դե հա ես էլ եմ մտածում, ոչ մի բան։ Դե վերջ։ Ախպերդ կգա, ինչ որ պետք է կանենք, շտապելու բան չկա։ Լիքը գործ կա անելու։ Ճիշտ ես, պապ ջան։ Դե ներս անցի մի կտոր բանկեր։ Հեսա գամ։
Դե պատասխանի էլի, մեկին մի լավ բան չան է, սկսում են առհամարել։ Ալո։ Վովան ուրա։ Ասեմ, որ շատ ճիշտ ժամանակին ես զանգել։ Միջև քո հարցեր տալը ես լիքը հարցեր ունեմ։ Հարայ ցավտանեմ ինչ հարցեր, հա? Ինչ հարցեր դու պետք է ունենաս, Հունանն է ինձ զանգել։ Հունանն ինձ զանգել, ասում է վաղուց մի հատ երեխա կա կորած։ Ուզում քեզ ու իրան նստածնեմ իրար դիմաց։ Հաստատ Վովայից նկատի ունի։ Հաստատ իմացել է ուզում է ինչ-որ բան պատմի։ Հենց դրա մասին էլ ուզում էի խոսայի։ Լսեցի ոնց էր եկել մեր տան մոտ Վովային ասում էր մարդիկ կան կորցրել են, մարդիկ էլ կան գտել են։ Ես չեմ հասկանում, Հունանը գիտի Վովայի պատմությունը։ Ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ ու ինչի է ուզում Վովայի հետ խոսա ինքը։ Ես ինչ իմանամ։ Այդ հարցերով սաղ իրան։ Չէ, դու պետք է պատասխանես, որովհետև ես ի սկզբանե հասկացել եմ, որ շատ բաներ ես թաքցնում։ Վովան ուրա։ Տեղյակ չեմ։ Հունանն էր եկել մեր տան մոտ։ Ուզում էր Վովային ամեն ինչ պատմեր։ Փորձեցի ամեն կերպ խանգարեի։ Վովան էլ հետս կռվեց ու գնաց։ Բա գնալուց չասեց ուրա գնում։ Չէ։ Հետի հաստատ Հունանի մոտ է գնացել։ Ավո, ինչ ենք անելու։ Չգիտեմ, սպասի տենամ ինչ եմ անում։ Սիրտս կանգնում է, կլինի խոսած հասկանամ։ Ասում եմ սիրտս կանգնում է։ Սիրտը տելա կանգնելու, մազերը տելա բիզ կանգնելու։ Երբ որ իմանաս Հունանը ինչ կապ ունի։ Ինձ էլ հունքում ուտելու եք վերջում, հո ես գիտեմ ինչ անելու։ Ոհ։ Ալդիմացի։ Այ նստի։ Այ հիմա կարանք հանգիստ խոսանք։ Արենք հանգիստ խոսանք, մնում դրանից հետո հանգիստ մնաս։ Անցի բուն թեմային։ Էլ սարերով ձորերով չգանք խոսակցությանը։ Ինչ պետք է ինձ ասեիր, որ չհասցրիր ասես։ Դե, ինչ քեզ հիմա ասելու եմ, կարող է քո համար մի քիչ տարօրինակ լինի։ Բայց ինչ արած է դա ճշմարտությունը։ Պետք է համակերպվես։ Արի։ Ճիշտ ժամանակին ես եկել, մենք էլ հենց նոր սկսել ենք խոսակցությունը։ Ավոն իմ ու քո խոսակցությանը ինչ կապ ունի։ Վայ։ Բրավոն կապ չունենա, բա ով կապ ունենա, տղա ջան։ Իմ օրով չեմ հասկանում ինչ ես խոսում, բայց երևի մի բան գիտես, որ խոսում ես։ Նստի։ Ոտի վրա այդքան երկար մի կանգնի։ Կհոգնես երկար ենք խոսալու։ Չէ, ես մեկա չեմ հասկանում ինչի համար եք ինձ տեղ կանչել։ Մեծ մարդիկ ենք։ Ինչ եք դրել տուն-տունիկ խաղում, անցեք բուն թեմային։ Դու տեղյակ ես, որ Օլգան քո հետ որևէ կապ չունի։ Համենայն դեպս բիոլոգիական մակարդակում։ Հա, հետո կզանգեմ։ Ով ջան, մամայդ հետ էի խոսում, ասեց ինձ լավ չեմ զգում, շունչս չի հերիքում, չեմ կարողանում ոտքի վրա մնամ։ Հետո ուժեղ հարվածի ձայն լսվեց, կապը ընդհատվեց։ Զանգում եմ չի պատասխանում։ Խնդրում եմ շուտ հասի, հասկանանք ինչ ա եղել։ Ով ջան, հո բան չի եղել բալես։ Արագ ասեք ձեր ասելիքը, ես պիտի դուրս գամ։ Դե, աղողոբար։ Սկսի, ինձ թվում է դու լավ կպատմես, ես էլ սենց նստած կվայելեմ։ Հունան, Վովան արդեն գիտի, խոսացել ենք դրա մասին։ Հա ու հետո, ես ու Օլգան մեծ մարդիկ ենք, հասկանում ենք ինչ ենք անում, այդ ոչ մեկի գործը չի։
Ունան քրոջիցդ վաղուց եմ բաժանվել։ Այդ քո քննարկման թեման չի։ Ասացի հասկացա, էլ մի զանգի։ Վովայի մորդ ինչ գործ ունես, Արա։ Այդ քեզ չի վերաբերում, այդ քո գործը չի։ Ստե շատ ավելի կարևոր հարց կա։ Այդ ինչ էիր ուզում Վովային ասացելներ, հա։ Երևի մոռանում ես, որ մի բան այն չավ քո համար կոնկրետ խնդիրներ ա լինելու։ Իմ։ Ահա քո, բա չգիտես։ Չգիտես, որ մի հատ գաղտնիք բացվում է, մնացածը հերթով բացվում են։ Վերջում դու ես դուժելու հունան։ Միշտ սենց ա լինում։ Ես սկզբում միշտ դուժում եմ, հետո բոլորը գալիս են ու դրա համար պատասխան են տալիս։ Բան են ծապրեիր կյանքդ, որ պարզ ճակատով կանգներ Վովային ասեր, որ հոպարն ես, Արա։ Ոչ թե վախից դողայր ու չիմանայր, թե ինչ անեիր։ Քթիցդ բռնած այնքան կֆրցնեմ տեղդ կկորցնես։ Ոչ մեկդ իմ մոտ ձեզ չգերագնահատեք։ Ես իմ ունետ փոքր զգուշացում ես փոքրիկ նոր ձևավորվող կոալիցիային։ Չէ, դու ես վերջերը բաներ ես խոսում, ես չեմ հասկանում։ Ես հիմա էլ չեմ ջոգում, թե ինչի մասին ես խոսում։ Ինձ իզուր տեղը ինչի ներքաշեցիր անկապ թեմաների մեջ, հա։ Ես չէի ուզում ոչ մի բանի հետ կապ ունենամ։ Ոչ մեկդ ես նավից չեք փախնելու հետ մոռացեք։ Տենանք։ Գոնե մի բան կերար։ Հա, Նարեն ստիպեց, չէի ուզում։ Շատ ճիշտ արեց։ Գնաց արդեն։ Հա, այնստեղ գնաց։ Բա ինչի ես սենց տխուր։ Ուրախանալու առիթ կա։ Ուզում եմ այդ ինչ-որ հարցանիքա նման բան կազմակերպեի նոր Նարային բերենք մեր տուն, հետ էլ չի ստացվում։ Ինչի։ Լեոն ստեղ չի, Սարիկը ստեղ չի։ Միջև իրանք հետ գան Նարայի տնեցիկ են գնում։ Մի խոսքով չգիտեմ էլ ինչ անեմ, սա խառնվել է իրար, արդեն չեմ էլ ուզում մտածեմ այս ուղղությամբ։ Լավ, մի լարվի, ամեն ինչ կկարգավորվի, սենց չի մնա։ Արի դու քեզ լավ նայի, իմ համար այդ հիմա շատ կարևոր է։ Չէ, գոնե հիմա դու պիտի քո մասին մտածես մենակ, ամբողջ կյանքում չես կարա մեզնով ու մեր խնդիրներով ապրես, հազիվ կյանքդ դասավորվում է, Նարային շատ ես սիրում, ինքն էլ քեզ, մի բան պիտի անենք, որ քո ուզած ձևով լրիվ դասավորվի։ Էլի եմ ասում, մանան, իմ համար քո առողջությունը շատ կարևոր է, խնդրում եմ, դու դրան ուշադիր եղի, լավ։ Անան, Սավտանան, ինչ-որ նկարներ են ուղարկել, չեմ կարողանում բացել, մենք տես որտեղ է։ Հա, ապրես։ Պապի, Հա, որ կտոր առնեմ հարսի շոր կկարողանաս կարես։ արսի շոր, ու համար, Նարեի, ես ինչ ես մտածել հայաբազակ, Դավիթը պիտի սիրուն հարսանիք ունենա։ Ասեցիր, մտածի հանուն ինչի ես ուզում ապրես, մտածել եմ, հանուն ձեզ։ Այդ սամտան եմ։ Դե դու գնա քո սենյակ, ես հեսա կգամ։ Դավ, Ջան, Նարեն ոնց էլ չլինի հարսի շորի տարբերակներ ուղարկած կլինի։ հա ինչի։ Դե այսօր պատմում էր ոնց է պատկերացնում, մի հատ ուղարկի նայեմ էլի։ Մանան հաց եմ ուտում, ասա թող ինքը ուղարկելի։
Վայ դժվար է։ Ուզում եմ անակնկալանեմ այդ շորին համահունչ սիրուն կոշիկներ նվեր առնեմ։ Մանան ինչ ես առաջ են գնում։ Քեզ այդքան էլ ասացի, սպասի հասկանա գլխներից ինչ է գալիս վայ։ Դավիթ, ընդհանրապես ասում եմ, նկարներն ուղարկի ինձ։ Լավ կլինի հացս ուտեմ հետո։ Հա, ապրես։ Ես ավոն չլնեմ, եթե դու այսօր գիշերը լուսացնես Հունան։ Հարադե դու էլ պատասխանի էլի։ Այսօր բոլորդ կերակ ինձ միջև զանգերից պատասխանեցիք։ Ալո։ Արտյոմ, պետք է հանդիպենք ու շատ շուտ։ Մամ, մամա, մամ, վեր կաց, մամ, արի օգնեմ, նստի դիվանին, վեր կաց, արի մամ, վեր կաց, մամ, արի ոչ, սպասի սարը ջուր բերեմ, Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Բարև ձեզ։ Ճիշտ ասած ինձ հարսից գեստի համար կտոր է անհրաժեշտ։ Պապիկս ձեր մոտից շատ է կտորներ առնում ու ասեց, որ քաղաքի ամենահին կտորի խանութն է ու ամենաէժան։ Ու այստեղ կարող ենք յուրաքանչյուր կտոր գտնել։ Կուզեք նկար ցույց տամ։ Նկարով կտորը դժվար կլինի հասկանալ, բայց մեր խանութում ամեն ինչ կգտնենք։ Ով է քեզ իրավունք տվել առանց զգուշացնելու կամ դուռը ծեծելու իմ տուն գալ։ Այդ մանրուքների հետևից մի ինգի, այդ մի կողմ, եկել եմ, որովհետև կարևոր խոսալու բան ունենք։ Ես ինչ արեցիր, ամեն ինչ քանդեցիր։ Հիմա Վովայից ոչ մի բան էլ հնարավոր չի լինի թաքցնել։ Ոնց թե ինչ արեցիր։ Էլի ամեն ինչ վրցրեցիք իմ դեմ, հա։ Էլի ես եմ մեղավոր։ Ձեր հիմար խաղերի պատճառով քիչ ամնում երեխուս կորցնեմ։ Դու այդ կեղտոտ խաղերի գլխավոր հերոսներից մեկն ես։ Բայց հանգիստ եղի։
Հունանը սրանից հետո ոչ մի բան ոչ կարա ասի, ոչ կարա անի։ Ինչ ես արել։ Ես ոչ մի բան։ Ես հանգիստ ապրելով կարամ մարդկանց հայերը անիծեմ։ Ես շատ տաղանդավոր երևույթ եմ։ Դրա համար եմ ասում, հետս լավ եղեք, որ լավ ըլնեք։ Փաստորեն դու Հունանից ավելի վտանգավոր ես։ Ես վտանգավոր եմ այն ժամանակ, երբ որ ոտքս տրորում են։ Իսկ Հունանը քանի որ ամբողջ կյանքը տրորված է ապրել, ինքը վտանգավոր է ամեն վայրկյան։ Կրկնում եմ, հանգիստ եղի, էլ ինքը չի կարող քեզ ոչինչ ասի ու անի։ Եկել եմ ասեմ ու գնամ։ Հա, մեկ էլ մի բան։ Տղոտ ասա, որ ձևը տենց չի։ Մաման երբ որ լավ չի զգում իրան, պետք է մնա տանը, մամային տեր լինի։ Տենց ճիշտ չի։ Հատկապես քո պես մորը, որ սաղ կյանքդ պահել, փայփայել ու պայքարել ես իր կյանքի համար։ Ապրես։ Լավ կտորներ ես ընտրել, ապրես։ Սիրուն կլինի, չէ՞։ Սիրունը սիրուն կլինի։ Մնում է Նարեի չափսերի իմանանք։ Հասկացանք, 1000 տարվա դերձակ եմ, բայց առանց չափսերի հնարավոր չի։ Սովորական շոր լիներ կկարի, հարսի շորը բարդ բան ախր մի քիչ։ Ինչ կա, ինչ եք անում։ Ոչ մի բան, ներկայացման համար հագուստներ պիկարեմ, Նարե եմ ասում, մանանն էլ է խաղում այդ ներկայացման մեջ, կանչել եմ չափսերը վերցնեմ։ Հասկացա, նավ դες դուրս եմ գալիս։ Ուշ ես գալու։ Չէ։ Լավ։ Լավ էլ ոտքի վրա հորինեցիր, բռնվում էին։ Սուս, բայց լավ եղավ, բավանական գալու չէինք փչացնելու։ Վայ մամա ջան, գնա մի հատ սուրճ պատրաստի, ես տեսնեմ ինչ եմ մտածում։ Սա տնեմ։ Գնա։ Այնքան բաներ են կատարվում, որ դու տեղյակ չես։ Դե հիմա ավելի մանրամասն։ Եթե ես սկսեմ ավելի մանրամասն խոսել, ժամանակը չի հերիքի։ Պատրաստ ես այդքան լսես։ Պատրաստ եմ, բայց չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Կան մարդիկ, որ ժամանակին կորցրել են եւ կան մարդիկ, որոնք ժամանակին գտել են։ Չեմ հասկանում, սրա հետ ինչ ընդհանուր թեմա պետքա դու ունենաս։ Ես հենց այդ էի ուզում, պարզեի խանգարեցիր ու դիտավորյալ խանգարեցիր։ Քեզ թվում է այնքան միամիտ եմ, որ չեմ հասկանում, հա։ Դու լավ էլ գիտեիր ինքը ինձ ինչ պիտի ասեր։ Ինչ է քո հետ կատարվում, ես քեզ չեմ ճանաչում։ Այդ ինչ գաղտնիքների մեջ ես թաղվել, որ չես կարողանում տակից դուրս գաս։ Ինչ ես խոսում, տղա ջան։ Հեն ինչ կա, մամա։ Ձենդ չբարձացնես։ Կբարձացնեմ, որովհետև դու ինձ այս չի տեղ ես դրել, մտածում ես, որ ոչ մի բան չեմ հասկանում։ Դու տեղյակ ես, որ Օլգան քո հետ որևէ կապ չունի։ Համենայն դեպս բիոլոգիական մակարդակում։ Հա, հետո Դե, աղողոբար։ Սկսի, ինձ թվում է դու լավ կպատմես, ես էլ սենց նստած կվայելեմ։ հիմա ինձ ասա ինչա կատարվում։ Ասելու բան չունեմ։ Ունես, խոսա։ Ասում եմ չունեմ։ Ունես։ Հերիքը էլի։ Ինչքան կարաս ինձ այս շիտեղ դնես ու մատերիդ վրա պարացնես։ Ես մեկը պարզելու եմ ինչ եք ինձնից թաքցնում։ Ասա։ Արեցին էլ ինչ որ պիտի անեիր, Արտյոմ ախպեր։ Պիտի։ Լավ, եթե այդ բառից նեղվում ես, ուրիշ ձև հարցադրումս անեմ։ Արեցիր այն ինչ որ նախատեսված էր, Արտյոմ ախպեր։ Ու ինչ էր նախատեսված։ Այդ ցավը տանեմ։ Մի քիչ առաջ քո կաբինետում նստած խոսում էինք, մոռացար։ Այդ ինչ խոսացինք, որ ես չեմ հիշում։ Ձեռ ես առնում։
Լսի ավո, որ ես ձեռ առնեմ 4 օր ուշքի չես գա։ Չէ, դու աչքես լրիվ ուրիշ կայֆերի մեջ ես, հա։ Ուշադիր ինձ ես լսում։ Ես չեմ ջոգում ինչի մասին ես խոսում, բայց ես ոչ մի բան չունեմ անելու, ոչ էլ նախագծում եմ անել։ Կպի գործերիդ։ Ահո, դու էլ սխալ ճամպա բռնեցիր, հա, ախպեր։ Այդ ընդհանրապես քո քննարկելու կամ վերլուծելու թեման չի։ Զբաղված եմ։ Լավ։ Ես քեզ էլ ցույց կտամ, թե փիղը ինչ թրջուն է։ Հեչ չմտածես, Արտեմ։ Վերջը դու քոնը արեցիր էլի, գիշերով եկացար ու եկար։ Դա որ չգայի չէ իմանա որ դու ստեղ այսքան տանջվում ես։ Ես չեմ տանջվում, ես աշխատում եմ։ Հա բայց դու եթե աշխատում ես, ես ինչի պիտի չաշխատեմ։ Նար, որովհետև պարտադիր չի, որ ես աշխատում, դու էլ աշխատես։ Դա մենք երկուսով ենք, չէ՞, այս միտքը ունեցել։ Ուրեմն երկուսով էլ պետք է այս ամեն ինչին հասնենք, միջև վերջ գնանք։ Ապա դες չեմ ուզում, որ դու չարչարվես։ Հա բայց ոչինչ որ նույն ցանկությունն էլ իմ մոտ է, ես էլ չեմ ուզում որ դու չարչարվես։ Ու եթե մենք չտանջվենք, ոչ մի բանի չենք հասնի։ Բայց կան մարդիկ, որ առանց տանջվելու ու աշխատելու հասնում են։ Դե մենք այդ մարդկაც ինչ չենք էլ ուզում լինենք։ Լավ, արի ես մաքրությամբ զբաղվեմ, որովհետև շատ կարևոր է մաքրությունը։ Հա, կարևորը, բայց այսօր չէ լինար, խնդրում, գնացին քո տնեցիքի հետևի։ Վայելի իրենց ներկայությունը։ Դով իմ տնեցիները շատ ուրախ կլինեն, որ իմանան մեր ապագա ընտանիքը սենց արագ տեմպերով ոտքի է կանգնում։ Բայց այդ մարդիկ հեսա գնալու են։ Դով։ Հա ջան։ Մենակ դու չես, որ չես կարողանում գիշերները քնես այդ վարկն ունենալու մտքից։ Ես էլ չեմ կարողանում քնեմ, բայց հիմա պիտի մենք շատ աշխատենք ու մեր հարազատներն էլ մեզ կհասկանան։ Պիտի աշխատենք, որ ամեն ինչին էլ հասնենք։ Լավ, համոզեցիր։ Դե արի մի բան անենք։ Դու մաքրությամբ, ես էլ տնամ ինչ կա ուրիշ։ Ինչ լավ է որ եկար։ Լավ չի որ դեռ չես քնել։ Ոնց քնեի, այ բալես։ Վեճից հետո շատ վատ վիճակով գնացիր տնից։ Ամեն դեպքում ավելի լավ կլիներ, եթե արդեն քնած լինեիր։ Չեմ հասկանում քեզ։ Գիտես մամ, մի քիչ մենակ մնալով իմ մոտ մի հատ հարց առաջացավ։ Ոնց է Հունան Մակունցի իմացել, որ ես քո հարազատ երեխեն չեմ։ Քո հարազատ արյունը չեմ։ Ինչ կասես սրա հետ կապված։ Ես քեզ չեմ հասկանում, բալես։ Փոխարենը ես եմ հասկանում։ Դու այդ ավոյի հետ այնքան ես մտերմացել, որ իմ ու քո կարևոր գաղտնիքը բացահայտել ես իրան։ Ինքն էլ իր հերթին ամբողջ աշխարհին է պատմել։ Եթե Հունանը գիտի, ուրեմն շատերը գիտեն։ Չէ, ես ոնց կարայի մեր գաղտնիքը բացահայտեի։ Հաստացի բացահայտել ես մամ։ Թե չէ Հունանը հողոթից չէր իմանալու։ Ինչ որ մեկը ասել է, չէ։ Փոխարենը իմ հետ կռիվ էիր տալիս, որ Լեոյենց տանը պատահաբար բերանեցած ինչ որ բան դարձել։ Դե ավոնել է, չէ, այդ ընտանիքից։ Կարող է ավոյի միջոցով էլ իմացել են ճշմարտությունը։ Մամ ինչ հեքիաթ ես պատմում։ Ավոյին սկիրատանեցիք չեն ընդունում։ Լեոյի հարազատները չեն կարա իրան տենց գաղտնիք վստահեն։
Հլես, արի մոռանանք բոլորին։ Այս դրա համար չէի ուզում Հայաստան գայի։ Գիտեի, որ մեր հարաբերությունները փչացնելու են։ Մեր հարաբերությունները փչացնողը դու ես մամ։ Ուրիշ մեղավորներ մի փնտրի։ Մտքովս լավ բան անցավ։ Ոնց որ լուրջ բան, հա։ Հա, շատ լուրջ։ Նա ինչ ենք անում։ Վաղը առավոտ գնում ենք, ինչ մթերք մեզ պետք է առնում ենք։ Ես մի ամբողջ օր ամեն ինչ թխում եմ, հաջորդ օրը խանութը բացում ենք։ Նայ, դու ոչ թե թխում ես, այլ թխում ենք։ Չէ, ես թխում եմ, որովհետև ես մենակ իմ թխածն եմ հավանում։ Լավ, տենց մի նայ կատակ եմ անում։ Դու էլ կթխես, դու են ամենակարևորը կթխես, ես են ամեն օրվանները։ Գիտես, մամաս ասում է, որ իմ մոտ շատ լավ է ստացվում թխելը ու ինքն էլ շատ լավ բաղադրատոմսեր ունի։ Ինձ որ ես քեզ հուսախաբ չեմ անի հաստատ։ Ես վստահ եմ, որ հաստատ ամեն ինչ լավ է ստացվելու։ Դավ, բայց կարող է շատ ենք շտապում։ Այլ ավելի նար ձգձգելու ժամանակ չկա, որ ձգձգենք անիմաստ օր ենք կորցնելու։ Բայց պաշտոնական բացում չանենք։ Այն նար լավ էլ ինչ պաշտոնական բացում։ Մենք դրա ոչ ժամանակ ունենք, ոչ էլ փող։ Եթե հետո պետք լինի կանենք, լավ։ Դե լավ, ոնց ասես, տենց էլ կանենք։ Ես ես քո հասկացող տեսակն եմ սիրում, էլի։ Էլ մեծ բաճ։ Ապես։ Գնաց տախբերս։ Ապերախտման մակունցի միսիան ավարտվեց։ Վրեժը տուծված է։ Տղուտ կյանքն էլ վտանգված չի։ Հիմա մնում է բանտից հանել կարողանամ։ Կանեմ, հոգ չի, դրա լուծումն էլ կգտնեմ։ Սենց, թե սենց։ Բայց մտածում էի կարողանս մի բան հակնեի, վրից էլ կարմիր, չէ դեղին։ Չէ կարմիրը ճիշտ է, արյան գույնա, կարմիր փողկապ կապեի։ Ունոն արժանի էլի արյան գույնի։ Չէ, բայց արժանի չես ունան, որ ես քո համար ծախսանեմ կարմիր փողկապ գնեմ։ Հələ մի րոպե։ Սև։ Այս ճիշտ է։ Մազերս ոնց անեմ։ Եվի կողսանքնեմ, կող, սենց, չէ, սենց խեղճացած, տանջված տեսք եմ ունենում, էդ իմը չի ինձ չի սազում, այ հունան ցավը տանեմ, պետք ինձ անենք, որ սաղ ճիշտ էլի թաղմանըտ օրը, հեյ գիտի օրեր, հեչ կմտածեիր, հա, հեչ կմտածեիր, որ ավոն սենց կպատրաստվեր, սաղ կյանքըտ միսս ծամեցիր, կյանքս կերար, տանջեցիր, բայց տես ով է քո հարազատը, քո միակ հարազատը, քեզ հողը դնողը, ոնց եմ հողը դնելու, հող եմ լցնելու վրեդ, ինչ գիտես կաղանը մի քիչ լացեմ, մի թառամաս ծաղիկ բերեմ, ոնց աղբերի ջան, աներձակ ջան, աղո ջան, պատրաստ ես, ճիշտ է ավելի հետաքրքիր բաներ ունեիր սևի մեջ, բայց դրանք պահենք, որովհետև հլետ ավելի հետաքրքիր օրերը գալու է, կհասցնես հագնես, աղբերի ջան։ Դու գնում ես, բարով գնաս, հունան ջան։
Ինչ կայինա։ Ավարտվեց վիրահատությունը։ Հա, ասացին անիմաստ է հիվանդանոցում սպասելը։ Ես ու Լեան մի ժամով եկանք հյուրանոց հետ ենք գնալու։ Իսկ ո՞նց է վիճակը Գրիշոյի։ Դե կայուն է, պիտի սպասենք մինչև ուշքի գա։ Դե հետս անընդհատ կապի մեջ կլինես։ Անպայման։ Հունան։